Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Տեսեք, ձեր հիմնավորման մեջ ըստ էության բերեցիք ի սկզբանե, որ վիճակագրությունը լավ չի, վարժական հավաքներից խուսափում կամ պարտադիր զինվորական ծառայությունից, հետևաբար դուք հիմա առաջարկում եք խստացնել քրեական պատասխանատվությունը ըստ այդ արարքների համար։ Բայց հետո նաև բնականաբար ձեր խոսքի մեջ նաև այս քննարկման ընթացքում պարզվեց, որ դա առաջնային այսպես ազդող գործոնը չի եւ ենթադրաբար կան նաև մի շարք այլ գործոններ։ Նաև վստահաբար գործոններից մեկն էլ ոչ միայն ծանուցումը, այլ այդ գործընթացի պետության կողմից կազմակերպելն է։ Այսինքն չեմ ուզում վատ բառերով բնութագրեմ, բայց կազմակերպական այո խնդիրներ կան բազմաթիվ։ Հիմա դուք ձեր մեսիջը, ձեր բառով ասեմ, քաղաքացու համար խստացնում եք պատիժը։ Բա այդ կազմակերպողների համար, որ այսինքն պետությունն է ներկայացնում եւ նաեւ այս վատ վիճակագրությունը իրենց վատ աշխատանքի կամ անգործության կամ ոչ պրոֆեսիոնալիզմի կամ ընդհանրապես պրոցեդուրաները ոչ ամբողջական լինելու հետևանք է։ Բայց այդ մասին ինչ մեսիջ եք փոխանցում։ Շնորհակալություն, պարոն Ավետիսյան, տեսեք, տարբեր հարթությունների հետ գործ ունենք, այո, խնդիրներ կան եւ կազմակերպչական եւ խնդիրներ կան, ուրեմն այս քրեաիրավական որակումների մասով։ Կոնկրետ այս նախագծով մենք նախատեսում ենք որոշակի դրական ազդեցություն բերել հենց քրեաիրավական ներգործության միջոցների փոփոխության միջոցով։ Բայց այո, ճիշտ եք նկատել իմ ասածը, ես էլ գտնում եմ, որ սա այն կարևորագույն եւ առաջնային խնդիրը չի, առաջնային խնդիրը պատշաճ ուրեմն ընթացակարգերն են, այսինքն այդ ծանուցումների ընթացակարգեր, ավելի կարևոր խնդիր է հասարակության ընկալումը այդ ծանուցումների պարտադիր զինվորական ծառայության եւ նաեւ վարժական հավաքների նկատմամբ, այդ ինստիտուտների նկատմամբ, բնականաբար բոլոր հարցերը մեկ նախագծով հնարավոր չի լուծել, սա ընդամենը մեկ քայլ է, փոքր, բայց ինչ որ քայլ է, որով մենք ակնկալում ենք, որ որոշակի դրական ազդեցություն պետք է ունենանք այս վատ տենդենսը ուրեմն նվազեցնելու համար։ Արձագանք։ Բնականաբար մեկ քայլ չի, բայց այստեղ առաջնահերթության հարց կա։ Հիմա դուք որպես եթե գալիս ենք նպատակից, եթե իրականում նպատակը, որ վարժական հավաքներից չխուսափեն կամ քիչ խուսափեն, կամ վիճակագրությունը տենդենսը վատը չլինի, այստեղ ամենակարևոր խնդիրը, առաջնային խնդիրը, մանավանդ որ դուք ասում եք սա չի առաջնայինը, այդ առաջնային խնդիրն են լուծում, եթե գալիս ես նպատակից։ Եթե խնդիրը դրված է, որ այնուամենայնիվ, ասենք, քաղաքացում պատժենք կամ ավելի խիստ պատժենք, որը բնականաբար դուք էլ ասում եք չի բերելու նպատակի իրացմանը։ Այստեղ դառնում է դրված նպատակի եւ առաջարկվող կարգավորումների մեջ առնվազն առաջնահերթությունների մասով անհամապատասխանություն։ Այսինքն պետությունը մի հատ թող իր գործը ամբողջական անի։ Կարող է նույնիսկ հասնենք նրան, որ այս խստացման կարիքն էլ չլինի։ Խոսքը սրան է վերաբերում։ Սա այն ամենավերջին, այսպես ասենք, գործիքակազմը, որ արել եք ամեն ինչ նորմալ է, այստեղ մնացել է մենակ, որ այ գիտեք, մի քիչ էլ որ ավելի ծանր պատժենք, խնդիրը կլուծվի, նպատակը կիրականացվի։ Բայց այդպես չի, չէ՞։ Պարոն Ավետիսյան, տարբեր ուղղություններով այս խնդրի լուծման համար աշխատանքներ են տարվում, թե պաշտպանության նախարարության կողմից, թե այլ գերատեսչությունների, որոնք որ որևէ բաղադրիչ ունեն այս խնդրի լուծման շրջանակներում։ Խոսքը վերաբերում է եւ ծանուցումներին, պատահական չի, որ այդ էլեկտրոնային ծանուցման համակարգով ծանուցման հնարավորությունն է օրենսդրական ավելացվել, այսինքն տարբեր ուղղություններով նույնպես աշխատանքներ են տարվում եւ գուցե առկա են որոշակի պրակտիկ խնդիրներ այդ կարգավորումների կիրարկման հարցերում, բայց կոնկրետ այս նախագծով պատասխանատվությունը խստացում է ոչ թե չծանուցված կամ այլ պետական մարմինների ինչ-որ այլ աշխատանքի թերացման արդյունքում չծանուցված անձանց, այլ ծանուցված եւ իրենց որոշմամբ ուրեմն
վարժական հավաքներից եւ պարտադիր զինվորական զորակոչից խուսափող անձանց նկատմամբ, այսինքն այս երկու հարթության հարցերը կարծում եմ, որ իրար չեն հակասում, շնորհակալություն։